բազայի առաջի շերտը, թեկուզ եթե ուղղները հավաքածը չլինի, ինչի մաքրեցի դիսպերսիոն շերտը, որովհետև կպչուն շերտի վրա դնելու դեպքում նյութերը ունենում են կոնֆլիկտ եւ առաջանում է հոսք։ Այսինքն, եթե դուք աշխատեք 4 դաշտի վրա, 4 դաշտի ժամանակ դուք ոչ մի խնդիր չունեք, երբ որ տակը 4-ը դուք միանգամից նյութը դնում եք, իրանք ձուլվում են։ Երբ որ առավել ևս եթե դուք օրինակ օգտագործում եք բազան այլ ֆիրմա, գել այլ, իրանք իրար հետ միաձուլումը շատ դժվար է լինում ու տեղի ունենում նյութերի կոնֆլիկտ, որի դեպքում հոսք առաջանում, ծորում է։ Իսկ կպչուն շերտի դեպքում դուք այդ խնդիրը բացարձակ չունեք, այսինքն երբ որ մաքրած եք լինում կպչուն շերտը, հանգիստանում եք աշխատում հոսք չի լինում։ Նորից սկսում ենք մոքրի կողմ բարակ շերտով, ակի, գնաց ձախ, գնաց աջ, գնաց որդը, այլսն իջեցնում, տեսնում եք երբեկան չի փոխվում, նյութերն են փոխվում, բայց որ տեխնիկան չի փոխվում, եթե դուք տեխնիկան գիտեք, բոլոր դեպքերում, ասես որ ավարտեմ աղջիկ գալու է, դուք կողքից գնայք, ոչ ոք չի հասկանում, թե